Ըստ խնդրի, Ան և Բեն խաղում են հետևյալ խաղը։ Ան ասում է բնական թիվ, որը չի գերազանցում 10-ը, այնուհետև Բեն այի նշված թվից մեծ թիվ, բայց ոչ ավելի քան 10-ով, եւ այսպես շարունակ հաղթում է նա, ով նշում է 100 թիվը։ Պետք է գտնենք, թե ինչպես պետք է խաղա Ան, որպեսզի հաղթի։ Այս խաղը շատ նման է մեզ հայտնի 21 խաղին, որը ինչպես արդեն գիտենք, լուծելու համար պետք է առանձնացնենք այսպես կոչված հաղթող եւ պարտվող թվերը։ Ինչպես նշված է պայմանում, վերջին հաղթող թիվը 100-ն է, ինչը նշանակում է, որ դրանից առաջ գտնվող 90-ից 99 թվերը մեզ մոտ պարտվող թվեր են։ Քանի որ դրանցից որ մեկն էլ ասի օրինակ Ան, Բեն անմիջապես կասի 100-ը եւ միանգամից կհաղթի։ Եվ այսպես ուրեմն 100-ից առաջ հաջորդ հաղթող թիվը 89 է, իսկ արդեն դրանից առաջ գտնվող 79-ից 88 թվերը պարտվող թվեր են, կրկին նույն պատճառով։ Հաջորդ հաղթողը կլինի 78-ը, իսկ դրանից առաջ 68-ից 77-ը կլինեն պարտվող թվեր, մյուս հաղթողը 67-ը, պարտվողները 57-ից 66 եւ նույն տրամաբանությամբ հաղթողը 56-ը, 46-ից 55-ը պարտվողներ, հաջորդ հաղթողը 45-ը, իսկ 35-ից 44-ը պարտվող թվեր, մյուսը 34-ը, իսկ 24-ից 33-ը պարտվող թվեր, հաջորդ հաղթողը 23-ը, իսկ 13-ից 22-ը պարտվող թվեր, այնուհետև հաջորդ հաղթողը կլինի 12 թիվը, իսկ դրանից առաջ գտնվող 2-ից 11-ը կլինեն պարտվող թվեր, եւ վերջապես առաջին հաղթող թիվը կլինի հենց 1-ը։ Ուրեմն, որպեսզի խաղը հաղթի Ան, անհրաժեշտ է, որ նա նշի բոլոր այս հաղթող թվերը։